Ունեք վիբրոստենտ, ինչ է դա իրենից ներկայացնում, վարորդներին բացատրենք։ Ուրեմն, սենց ասեմ, հիմնականում, որ դեռ վիբրոստենդի հայտնվել է, մարդիկ մեքենան ճոճում են կամ լոմերի միջոցով են ստուգում, թե ինչ գործ կա անելու։ Բայց ոչ շատ դեպքերում կարող է սկսել մի ձայն, որը կարող է ստուգել, ասենք, լոմի կամ ճոճելու միջոցով, քանի որ սենց ասած խարակտերնի զվուկա ու ոչ միշտ է գալիս այդ ձայնը։ Իսկ վիբրոստենդի միջոցով կա ունի ռեժիմներ, օրինակ ռուտավոր ճանապարհների ռեժիմ դնես կամ լիժաչի պոլիցեյսկի բարվացնելու ռեժիմ դնես։ Հիմնականում մենք հարցնում ենք, թե ինչ ժամանակ է գալիս ձայնը, որպեսզի հասկանանք հուշման կարգով, թե որտեղից սկսենք մեքենայի խնդիրը գտնելու։ Հիմա մեքենայի առաջնամասից է կտոցը գալիս, բայց մեքենայի վրա ամեն ինչ փոխարինված է նորով, պետք է հասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Հետաքրքիր է, եթե ամեն ինչ փոխարինված է նորով ու ձայնը շարունակվում է գալ։ Ինչից կարա լինի կասկածներ կան։ Ես ասեմ օրինակ բերեմ դաժե, եղել է որ զաշիտնիկի ձայնը եղել ուղղակի թե քանի որ դա բարձ բան է։ Մտել են ստուգելու համար զաշիտնիկը հանել են, ստուգել են ձայն չկա։ Զաշիտնիկը դրել են տեղը, բայց այդ զաշիտնիկի ձայնը էլի մնացել է։ Եղել է որ գլուշից էլի ռեզինակը դրած եղել, բայց գլուշից էլի չես կարող ստուգես։ Այդ բանին մարդիկ խադավոյի վրա են գնացել ստուգել ու ոչ մի բան։ Իսկ սրա վրա ստուգելիս ոչ մի բան չեն քանդում, թողում են նույն տեսքով, ստուգում են մի հատ սենց, տարիքի դեպքում արդեն եթե պետք եղավ զաշիտնիկ կհանենք, արդեն մնացածը ցանոթ խորացված կստուգեն։ Հեռախոսն է այստեղի 055 35 40 00 հասցե Շիրակի 300